Мы по небу днем и ночью, а такая вот работа. Пусть не плачет, но завидует нам тот, кто не летает. Потому что мы летаем на красивых самолетах. Потому что некрасивых самолетов не бывает. Это небо для меня ты с утра нарисовал, подарил на память высоко летящий самолет, влюбленный в облака. Твой стремительный полет наблюдаю и люблю. Знаю, ты единственный пилот, влюбленный в самолет, и снова говорю. Первым делом самолеты, Ну а девушки потом. Первым делом самолеты, Ну а девушки потом. Muscle Car-ը կարելի է ասել Ամերիկայի գլխավոր խորհրդանիշներից մեկն է։ Դրանում ոչ մի ավտոսիրող կարծում եմ կասկած չունի։ Իսկ Muscle Car-երի մեջ իր առանձնահատուկ տեղն է գրավում Chrysler ընկերության Dodge ստորաբաժանման թողարկած Dodge Challenger մոդելը, որը արդեն կես դարից ավել է իր տեղը չի զիջում եւ ոչ մի մրցակցի։ Իսկ 2015 մոդելային տարվա Dodge Challenger-ը, որը բազմաթիվ փոփոխությունների շնորհիվ առանձնանում է ոչ միայն իր դինամիկական տվյալներով, այլև դիզայնով արդեն հասցրել է գերել շատ ավտոսիրողների սրտեր։ Այս ամենով հանդերձ այն մնում է դասական muscle car-երի շարքում սովորականից երկար կապոտ, ինչը վկայում է դրա տակ ձիերի հսկա երամակի առկայության, լայն ու ցածր թափք, ահռելի օդառիչներ, կարճ հետնամաս եւ այլն եւ այլն։ Dodge Challenger-ի մասին կարելի է լսել կարծիք, որ ընթացքի ժամանակ այն կարծես փորձում է իր տակ հավաքել ճանապարհի ամբողջ ասֆալտը, անիվների տակ ճմռելով դրա յուրաքանչյուր սանտիմետրը։ Ահա եւ վերջապես ես հայտնվեցի Dodge Challenger-ի ղեկին, ճիշտ ասած իմ մանկության ցանկություններից մեկն էր, չնայած ես ցանկանում էի շատ էի ցանկանում վարել այն 70-ական դերին իսկական հին Dodge Challenger-ը, բայց ասեմ, որ այս մեքենան թե արտաքնապես, թե իր բնութագրերով շատ նման է, այսինքն կարելի ասել ռեպլիկա է։ Բավականին լավ ավտոմեքենա է, որը հավաքված է Mercedes-Benz-ի, հիմնականում Mercedes-Benz-ի ընթացային մասերով եւ ընդհանուր հենահարթակի վրա Mercedes-Benz-ի։ Բավականին փափուկ եւ ասեմ ձեզ 3.6 լիտրանոց շարժիչը այս մեքենային 1700-ից ավել քաշ ունեցող մեքենային շատ թեթև եւ հանգիստ տեղափոխում է։ Ասեմ, որ սա 2014 թվականի արտադրությունն է, ընդ որում երթևեկել է ընդամենը 4000 կիլոմետր։ Փոխանցումատուփը ավտոմատ 5 աստիճան կրկին Mercedes-Benz-ից վերցրած։ Սրահը բավականին հարմարավետ է,
ճիշտ է, այստեղ նստելա տեղերը կաշվեպատ չեն, դա արդեն եղել է պատվիրատուի ցանկությունը, ասեմ մեքենան հավաքվել է հենց պատվիրատուի այն քմահաճույքներով, այսինքն գույնը, անիվները, աուդիո համակարգը, ընդ որում այստեղ դրված է կարելի ասել ցածրորակ, ցածր կարգի աուդիո համակարգ, որովհետև ինչպես մեզ ասեց մեքենայի տերը, նա պատրաստվում է հավաքել շատ ուժեղ եւ հզոր աուդիո սիստեմ։ Մեքենայի գաբարիտները բավականին մեծ են։ Ինչ եք ուզում, մեքենայի երկարությունը միայն 5 մետր։ Եթե հիշում եք մեր նախորդ հաղորդումներից մեկում մենք փորձարկում էինք Maybach S57, որը կառավարական դասի ավտոմեքենա է, շատ թանկարժեք, շատ լյուքսային ավտոմեքենա է։ Նրա երկարությունը ընդամենը 5.7 մետր էր։ Այսինքն այս մեքենան, որը համարվում է սպորտային կուպե, համարյա Maybach S57-ի երկարությունն ունի։ Իդեպ, եթե չեք տեսել այդ Maybach-ի փորձարկումը, կարող եք պարզապես YouTube-ում փնտրել մեր հաղորդումները, կամ պարզապես Facebook-ում միանալ մեր էջին եւ այնտեղ տեղադրված են մեր բոլոր հեռարձակված հաղորդաշարերը։ Եվ այսպես մեքենան ունի բնականաբար ստանդարտ կլիմատ կոնտրոլ, ընդ որում 1 գոտի։ Մեքենան ունի keyless համակարգ, այսինքն շարժիչը գործի է զգացում, պարզապես կոճակի շնորհիվ գործի է զգացում եւ անջատում է բնականաբար կոճակի շնորհիվ։ Ահա, դռները բացվում են ավտոմատ, այսինքն մատնահետքով, այնտեղ նույնիսկ կոճակ կա, որը կարող ես հենց բռնակի վրա սեղմել եւ դռները բացվում են։ Այս մեքենան բավականին հարուստ համակարգիչ ունի, այսինքն ինֆորմացիայով եւ ֆունկցիաներով։ Ընդհանուր շատ ֆունկցիաներ ունի, չնայած որ առաջին հայացքից այսպես նայում ես, գրեթե ոչինչ չկա, ամեն ինչ հիշեցնում է այն 70-ականների Dodge Challenger-ին, բայց ասեմ, որ ֆունկցիաները բավականին շատ են եւ նրանք թաքնված են ամբողջովին այս մեր վահանակի հետևում։ Այսինքն այստեղից կարող ես կարգավորել թե ձայնային ազդանշանը, թե հակառևանգման համակարգը, թե լույսային համակարգը, լույսային կառավարումը, դռների բացման, փակման կառավարումը, այսինքն որ դեպքում ինչ ձև բացի, ինչ ձայն հանի, կոճակով բացի, թե միայն մատնահետքով բացի, թե միայն հենց բանալի օգնությամբ բացի, մի խոսքով բավականին շատ հարուստ, ինֆորմատիվ տեսանկյունից հարուստ համակարգիչ ունի։ Մեքենան կարծում եմ բավականին հարմարավետ կլինի, այսինքն հարմարավետ չի լինի այն մարդկանց համար, ովքեր սովոր չեն մեծ մեքենաների, որովհետև մեքենայի գաբարիտները շատ մեծ են, բայց միևնույն ժամանակ շատ հեշտ կարողանում ես զգալ աջ հատվածը, մեքենայի դիմացի աջ հատվածը, որովհետև կորությունները քիչ են, հիմնականում անկյունները սուր են, եւ դու շատ պարզ կարող ես հասկանալ, որտեղ է վերջանում մեքենայի անվաթևը։ Քաղաքային պայմաններում մի քիչ նեղություն կտա վարորդին։ Մեքենան ընդհանրապես արտադրված է այսպես սպորտային ոգով, որովհետև դե բնականաբար Dodge Challenger այն հին 70-ական թվականներից Dodge Challenger-ը եկել մեզ հասել է որպես սպորտային ավտոմեքենա։ Այս մեքենան եւս իհարկե համարվում է սպորտային ավտոմեքենա, բայց քանի որ սա ամերիկացիների ասած muscle car է, այսինքն շատ մեծ չափերի մկանոտ հաղթանդամ մեքենա։ Որպես այդպիսին սպորտային ավտոմեքենա դժվար է ասել, բայց թե հզորությունը, թե կառավարելիությունը ամեն ինչը տեղն է բավականին բարձր կարգի վրա է։ Ասեմ, որ այստեղ ղեկանիվի հետևում թաքնված են նաև փոխանցումատուփի փոխարկումներ կատարելու կոճակները։ Այստեղ ձեռքով փոխարկումներ կատարելու հնարավորություն ունենք։ Շատ հարմար ղեկանիվ, բազմաֆունկցիոնալ ղեկանիվ, որի վրայից կարելի է կառավարել գրեթե ամեն ինչ։ Թե համակարգիչն է կառավարվում, թե աուդիո սիստեմը, թե կլիմատ կոնտրոլը, ամեն ինչը շատ այսպես ձեռքի տակ։ Dodge Challenger-ի համար հիմք է ծառայել Chrysler LX հենարդակը,
որը 21-րդ դարի առաջին տասնամյակի կեսերին եկավ փոխարինելու Chrysler LH հենահարթակին։ Այս հենահարթակն ունի ամուր պողպատից մշակված շրջանակային կառուցվածք, ինչը թափքին ավելի մեծ ամրություն է հաղորդում։ Բացի այդ ոլորման նկատմամբ ավելի կայուն է։ Ավելի լավ կառավարելիություն ապահովելու համար ավտոմեքենայի ընթացային մասը կառուցելիս կիրառվել են այսպես կոչված Traction Control համակարգը, ինչը արգելակման համակարգում ճնշման ճիշտ բաշխման շնորհիվ ապահովում է օպտիմալ շփում ճանապարհածածկույթի հետ։ Բացի այդ, անկախ կախոցը հնարավորություն է տալիս լուսաձեռքի կառավարման միջոցով բացառել անկանխատեսելի իրավիճակները, որոնք կարող են անցանկալի հետևանքներ ունենալ։ Այս ամենից զատ, իհարկե, ահռելի ուժին դիմակայելու համար պետք է կիրառվեն հզոր, բարձրակարգ արգելակներ։ Արգելակման համակարգը դրված է ստանդարտ, քանի որ ընդհանուր մեքենան SRT փաթեթ է, բայց ինքը SRT չի, այսինքն հզորությունը ստանդարտ է եւ բնականաբար արգելակման համակարգը նույնպես ստանդարտ։ Մենք հիմա կփորձարկենք 60 կմ/ժ արագությունից արգելակել։ Ոչինչ։ Շատ վատ չի, բայց դե մեքենան իհարկե ծանր է, սկավառակները մի քիչ փոքր են։ Մեքենայի վառելիքի ծախսը կազմում է մոտավորապես 14-ից 15 լիտր քաղաքային պայմաններում, որը էլի վատ չի, ասեմ, նման մեծ եւ ծանր ավտոմեքենայի համար կրկին շեշտում եմ։ Որովհետև դե բնականաբար ամերիկացիները միշտ էլ սիրել են բարձր ծախսով մեքենաներ, կարևորը շարժիչի լիտրը շատ լինի։ Դե բնականաբար SRT կամ RT-ի հետ չենք համեմատի նրա վառելիքի ծախսը, քանի որ SRT-ն կարելի ասել 2 անգամ ավելի հզոր է, քան մեր սովորական SXT տարբերակը։ Եվ ասեմ, որ այս SXT տարբերակը, որը արտադրվել է 2010 թվականից արդեն հետո, այսինքն սա 2014 է, 2010 թվականից հետո մոդելային տարի է փոխվել նոր եւ բավականին շատ փոփոխություններ է կրել մեքենան, հիմնականում շարժիչի հատվածը։ Օրինակ նախորդ տարբերակում, այսինքն 2008-ից 2010 թվականների ընթացքում արտադրված Challenger-ի SXT մոդելը զարգացնում է 275 ձիաուժ, ընդ որում սա զարգացնում է 305 ձիաուժ հզորություն։ Մի խոսքով, այստեղ մեր ցուցիչների վահանակը բավականին հասկանալի, չնայած որ մայլով է գրված, մեծ թվերով գրված է մայլը եւ շատ մանր թվերով գրված է կիլոմետրը, այսինքն եթե ուզում ես հասկանալ թե քանի կիլոմետր/ժամ արագությամբ ես երթևեկում, պետք է այսպես անես։ Որը մի քիչ հարմար չի։ Ճիշտ է, ես դեռ չեմ անցել սրահի հետ նամազ, չգիտեմ հարմար է թե չէ ինձ համար, բայց կարծում եմ մի քիչ ինձանից բոյով մարդու համար այնտեղ հարմար չի լինի, որովհետև բավականին նեղ է հետևի տարածքը։ Հիմա ձեզանից շատերը կզարմանան, թե ինչու 5 մետր երկարությամբ ավտոմեքենան ունի նման փոքր հետնամասի սրահ, բայց ասեմ, որովհետև դուք դեռ չեք տեսել այս մեքենայի բեռնախցիկի մեծությունը։ Ու դա էլ շատ անհասկանալի մի փաստ է, թե ինչի համար է պետք սպորտային ավտոմեքենային նման մեծ բեռնախցիկ։ Սա սպորտային ավտոմեքենա է, սա պետք է ունենա մինիմալ հարմարությունները ինչ-որ ծանրոցներ տեղափոխելու կամ բեռներ տեղափոխելու համար։ Սա դրա համար չի, սա սպորտի համար է այս մեքենան։ Չնայած, որ սա ամենասովորական կոմպլեկտացիան է, որի վրա տեղադրված է 3.6 լիտրանոց շարժիչ։ Ճիշտ է, հիմա ձեզ մոտից չի երևում, այսինքն դուք չեք նկատում, բայց ես մեծ հաճույքով, շատ մեծ հաճույքով կուզենայի ձեզ փոխանցել այս հայացքները, որը մեքենան պարզապես անտարբեր չի թողնում անցորդներին։ Բոլորը, անխտիր բոլորը թեքվում են, նայում են, մատով են ցույց տալիս։ Брат. Challenger, да? Да, Challenger. Challenger, точно. Да. Это какого года? 14-го? Да. Ну, похоже на Камара, я просто издалека посмотрел на Chevrolet. Опытный շուն կորոսում։ Հալիցն ազարկալնի։ Չէ, էժան։ Այդքան չի լինի։
Եկեք մի հատ կոֆե խմենք։ Որ ողբերս մի հատ շոմ կանենք, հիմա նկարում ենք, էլի։ Խանգարին կա։ Չէ, ոչինչ, նորմալ է, ողբերս։ Գնացեք տղեկ հանդեն, բաներեք, ոչինչ, ցավը տանը, բան չկա, նորմալ է։ Этот был наш брат, իսկ մյուսները մեր ախպերներ, իմ կողքով էլ նման տիպի մեքենա անցներ, ես էլ հաստատ շատ երկար չէի կարողանա աչքս թեքել վրայից։ Մեքենան ունի բավականին շատ դարակներ, որը կրկին մի քիչ անհասկանալի է, թե ինչի համար են նման բաներ տեղադրում սպորտային մեքենայի վրա։ Շատ մեծ դարակներ, ամենուրեք դարակներ, ակնոցի դարակ, բնականաբար հայլիով, արևիկ։ Ասեմ, ընդհանուր ինչ վերաբերում է սեղմակներին, չգիտեմ, ընդհանուր էրգոնոմիկան մեքենայի բավականին հարմարավետ է։ Այսինքն շատ հեշտ կարող ես հասնել յուրաքանչյուր դետալի առանց առաջ գալու, առանց նեղվելու, ամեն ինչ ձեռքի տակ է։ Չնայած որ առաջին հայացքից մեքենան շատ մի տեսակ քառակուսի է եւ այսպես կարելի ասել անհարմար, բայց դա ասեմ ձեզ միայն առաջին հայացքից է, որովհետեւ իրականում բավականին հարմար է։ Բավականին փափուկ է, որովհետև Mercedes-ի հենահարթակի վրա է արտադրված։ Բավականին լավ կլանում է ճանապարհի անհարթությունները։ Ղեկանիվը շատ լավ լսում է։ Ճիշտ է, մեքենան բավականին լավ ձայնամեկուսացված է, բայց այ օրինակ հիմա ես այսպես վարում եմ ճանապարհով եւ այդ քարերը, որոնք թռնում են ակերից, շատ ուժեղ լսվում է մեքենայի սրահում։ Կարծում եմ ձեր մոտ նույնպես լսվում է։ Ես չեմ հասկանում դա կապված է ձայնամեկուսացման հետ, թե պարզապես մի քիչ, չգիտեմ, կոնստրուկտորական մի քիչ սխալ է պատրաստված մեքենան եւ քարերը թռնում են, հենց կպնում են մետաղին, չեմ հասկանում, բայց շատ ուժեղ է գալիս եւ անընդհատ։ Dodge Challenger-ը աչքի է ընկնում անվտանգության բավական բարձր աստիճանով։ Թափքը ունի հատուկ կառուցվածք, որը վթարի ժամանակ մեղմացնում է հարվածի ուժը եւ ուղղում ուղևորների համար անվտանգ գոտիներ։ Դրան համալրելու են գալիս անվտանգության բարձիկները, որոնք կարծես խցկած են սրահի յուրաքանչյուր անկյունում։ Այս տեխնոլոգիաներին լրացնելու է գալիս էլեկտրոնային կայունարարը, որը օգնում է վարորդին ճիշտ ուղու վրա պահել ավտոմեքենան, գործի դնելով արգելակներն ու կարգավորելով շարժիչի հզորությունը։ Իսկ վերելքին օգնող համակարգը թույլ է տալիս սարնի վեր ընթանալիս ավտոմեքենան տեղից պոկել սահուն կերպով։ Ուղևորությունը հարմարավետ ու հանգիստ դարձնելու համար կիրառվել է հարման կարդոն բարձրակարգ աուդիո համակարգ, իսկ որպես մուլտիմեդիա համակարգի դերում անփոխարինելի է սենսորային դիսպլեյը, որը նաև հաղորդում է տարաբնույթ ինֆորմացիա մեքենայի գործող հանգույցների մասին։ Թե ինչ կարծում եմ ճիշտ ժամանակն է գնալ թռիչքուղի եւ փորձարկել այս մեքենայի արագությունը։ Ես ուզում եմ մի փոքրիկ հիշեցում անել։ Մեր բաց թողնված բոլոր հաղորդումները դուք կարող եք դիտել մեր վեբկայքում 3w.autodrive.am հասցեով։ Նույնիսկ կարող եք միանալ մեզ Facebook-ում, որտեղ տեղադրված են բոլոր մեր թողարկումները։ Պաշտոնական տվյալները այս մեքենայի մասին ասում են, որ մեքենան 0-ից 100 կմ/ժ զարգացնում է 6 վայրկյանում։ Համբետը տվեց 6.7 վայրկյան։ 250 Ոչի 3.6 լիտրի համար 1700 կիլոգրամ քաշը
կրելով իր ուսերին։ Բավականին լավ ցուցանիշներ են։ Դե ինչ իսկ վերջում ինձ մնում է միայն ասել, բաց թողնված մեր հաղորդումները կարող եք դիտել մեր կայքում avtodrive.am հասցեով եւ բնականաբար կարող եք միանալ մեզ Facebook-ում, որտեղ նաեւ կարող ենք շփվել։ Եվ շնորհակալություն ենք հայտնում մեր պարոն նախարարին այս գեղատեսիլ վայրի համար։